Աղազարյանի հայտարարությունը ոնց ընկալվեց ձեր խմբակցությունում, ոնց եք դուք վերաբերվում նրա մերժմանը վարչապետի խնդրանքին։ Բացասական եմ վերաբերվում, որովհետև համարում եմ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ դիմել է նրան նաև հրապարակայնորեն խնդրանքով եւ ես չեմ կարծում, որ նման պարագայում ճիշտ է այդ խնդրանքը անտեսել եւ մերժել։ Ես չեմ քննարկում պատճառները, չեմ ուզում մտնել այդ քննարկման մեջ, ես իրան էլ եմ ասել, դուք երևի վստահ եմ հաշվի առնելով, որ աշխարհով դուք ընկած էիք Աղազարյանին ժամը 1 հարցազրույց վերցնելով, եթե մի երկիր, գիտեմ, աշխարհում մյուս երկրի վրա հարձակվեր, եւ այդքան չէր լուսաբանվի մեր ԶԼՄ-ների կողմից, քան պարոն Աղազարյանի ժամու կեսը 1 տրվող հարցազրույցները, դրա համար ասեմ, մեր զրույցը վստահ եմ հարցնելու եւ ես որևիցե ես մեկին սպառնում եմ, ես դառնում եմ տեսախցիկների առաջ։ Ինչ էի կարել։ Դուք Աղազարյանին հետ ինչ էի կարել, որ ասեց ավելի լավ էր սպառնար, քան թե այդ օրի գցեր իմ գլխի։ Խոսքը գնում է նրա մասին, որ անկեղծ զրույց տեղի ունեցավ, որովհետև երբ որ մեկը քեզ սպառնում է, դու գիտես դրան ոնց ես պատասխանում, բայց երբ որ դու անկեղծ զրուցում ես եւ բաց խոսում ես, այդ պարագայում իրավիճակը խոսակցության մասնակիցների մեջ շատ ավելի բարդ է եւ շատ ավելի ուրիշ տրամաբանության մեջ է, խոսքը էմոցիոնալ խոսքի մասին է եւ մենք բավականին երկար զրուցեցինք, բնական է, ասում եմ, ես չեմ քննարկել որևիցե պատճառ, որևիցե հարց, ես քննարկել եմ այն հարցը, որ կա նման պահանջ, կա նման խնդրանք եւ այդ խնդրանքը ես կարծում եմ, որ պետք է բավարարվի, ինքը ասել է, որ ճնշած լինեինք հրաժարական կտար։ Տեսեք, ներողություն եմ խնդրում, ճնշում կարելի է համարել յուրաքանչյուր իմ ստեղով անցնելը եւ յուրաքանչյուր մարդու հետ խոսալը, մենք տարիներ շարունակ իրար հետ պայքարել ենք եւ տարիներ շարունակ տարբեր ֆորմատներում կուսակցական աշխատանք ենք վարել։ Ու ես Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահն եմ, ինքը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր։ Այսինքն, որ իմ հետ գալիս են խոսում են падգամավորները ինչ որ հարցով դա իմ նկատմամբ ճնշում է, մենք գործընկերներ ենք եւ խոսացել ենք։ Ինչ վերաբերում է ճնշմանը կամ կարծիքին կամ որևիցե կոնկրետ գործողությանը, կլինի վարչության նիստի ընթացքում ես իմ դիրքորոշումը որպես վարչության անդամ կհայտարարեմ, կասեմ եւ կասեմ նույնը, ինչ որ ես իրեն ասել եմ, երբ որ ինքը իմ սենյակում ա եղել, մենք թե ենք խմել, զրուցել ենք։ Այո, տեսնում եք, համ ջերմ զրույցը, համ ճնշելը։ Խնդրանքը։ Մի րոպե, Կարինեն բաներ հարցնում։ Ձեր եղբոր պատմությունը հիշեցրել եք Հովիկ Աղազարյանը որևիցե կապ չունի դրա հետ եւ ես չեմ կարծում, որ նաև այդ դեպքն եք հիշեցրել, որ մամուլը եկել Նիկոլ Փաշինյանը։ Ինչի պետք է դուրս գայի, նախ սկսենք դրանից, երկրորդը ես այդ մամուլի հետ ես հատուկ խնդրեցի, որ դուք այդ հարցը տաք, ժողովուրդ, այդ մեր հայրենակիցներին խնայեք։ Երկու հոգու զրույց է։ Ես վստահ եմ, որ պարոն Աղազարյանը որևիցե մանրամասն բան չի հայտնել ու չէր կարող հայտնել կամ հիշել այդքանը, որտեղ 2 ժամ մոտավորապես զրուցել ենք, նույնը ես նստում գրում եք, որ հետո էս ասեց, հետո նա վեր կացավ, հետո նա ճնշեց, ձեր խոսքը արժեզրկում է, կամ նույնը Աղազարյանի հետ կապված էլի լուր էի գրել, հետո պարզվեց մի արեք դες բան, վստահ եղեք։ Ապօրինի չի падգամավորին, պարոն Սիմոնյան, դուք եւ խնդրանք բառը օգտագործեցիք։ Ես լուրջ եմ ասում կգնամ, հիմա շուր կգամ կգնամ։ Ես հիմա չգիտեմ ինչին պատասխանեմ։ Խմբակցությունից հեռացման հարցը կարող է բարձրացվել թե ոչ։ Ես կարծում եմ, որ պարոն Աղազարյանը իմ կարծիքն է, որ պարոն Աղազարյանը եթե իրան դնում է թիմից դուրս, իսկ դա թիմից դուրս դնել է, որտեվ այն իրավիճակը, որ կա, կիսում են, վստահ եմ, կիսում են մեր թիմակիցների 90%-ը եւ ավելին,
Ես կարծում եմ ինքը թիմի հետ ճանապարհ այլևս չունի շարունակելու։ Նաև դից հնարավոր է հեռացնել։ Դե բա իհարկե, բա արժեքային համակարգ է, բա մեր թիմն է, եթե դու դնում ես քեզ թիմից դուրս, դա ամենավատ բանն է։ Պարոն Աղազյանը ինքն է դա արդեն արել, եւ ես չգիտեմ վարչությունը այսօր ինչ որոշում կկայացնի, բայց ես կարծում եմ, որ եթե նման բան էլ տեղի ունենա, դա ուղղակի ստեղծված իրավիճակի արձանագրում է, այլ ոչ թե նոր իրավիճակի ստեղծում։ Հերթով, բայց ասում եմ հերթով, լսում եք, որ ասում եմ հերթով։ Այդ հարցը այս կողմից քննարկենք, բայց ավելի չի զորեր ասում այդ բոլորը ազգային ժողովի հարցը, որովհետև գործադիրի իշխանության ղեկավարն է ֆորմալ առումով խնդրել Աղազարյանին հիմնվել, այսինքն բարձր մանդատ ունեցող կառույցի անդամին, պատգամավորին։ Եվ երկրորդ, ավելի լավ չի ձեր թիմի համար, որ տենց սկզբունքային պատգամավոր ունեք, որը իր սկզբունքի համապատասխան ինքը հավատացած է, որ ինքը ճիշտ է։ Երկրորդ հարցին պատասխանեմ, ասեմ, որ ոչ, որովհետև ստեղ անհատական սկզբունքների մասին չի խոսքը, ստեղ գնում է մենք մի կուսակցություն ենք, մի թիմ ենք եւ երբ որ դու ինքդ քեզ դնում ես դուրս այդ թիմից, դա իրավիճակ է, որը ստեղծում ես դու, այլ ոչ թե քո թիմը, որը որ արձանագրում է, որ դու քեզ դրել ես դուրս։ Այսինքն ինքը իրան դնում է դուրս եւ ինքը, գիտեք ինչ, բոլոր քաղաքական գործիչների մոտ եւ ընդհանրապես կյանքում ինչ որ իրավիճակ է ալնում, որ դու պետքա հետ քայլ անես, որ դու պետքա ինչ որ պահ քեզ հասկանաս, որ հիմա այս պահնա լռելու, սպասելու կամ ինչ որ ժամանակ վերադիրքավորվելու։ Եվ եթե դու դա չես անում, դա նշանակում է, որ դու հարված պահել չգիտես։ Իսկ քաղաքական գործիչը, որ հարված պահել չգիտի, իդեպ նման դեպքերը մեր քաղաքական դաշտում գրեթե մեծամասնությունն են հայտնվում են լուսանցքում։ Եթե դուք SMS ստանաք, եթե դուք նմանատիպ SMS ստանաք, ինչ կանեք եւ ապահովագրված եք արդյոք դուք, որ նմանատիպ SMS չեք ստանալու։ Ես չեմ պատրաստվում եթեներով բան խոսել եւ չէ, եթե լինի տենց բան կմտածենք, բայց ես երկբա կատարել Փաշինյանի SMS-ով հրահանգ։ Եթե Հայաստանի Հանրապետության վարչապետը ինձ խնդրի, ես վարկյան անգամ չեմ ընդդիմանա այդ խնդրան։ Սիմոնյան։ Ինչա՞։ Ձեզ այդ դեպքում ժողովուրդը ինչ կանի, օրինակ եթե կրկնում եմ, ես եթեների չեմ պատասխանում, բայց ձեզ ընդառաջ գնալով ասեցի, որ գոյություն ունի առաջինը սուբորդինացիա, երկրորդ հերթին թիմ եւ երրորդ հերթին որևիցե բան, անես չէ, որ վարչապետը տենց առավոտ արթնացել է եւ որոշել է, որ սա պետք է տեղափոխվեն կամ բան։ Այդ մարդիկ, բոլոր մարդիկ, լավ գիշեր անի ջան։ Ասենց որ ասեմ նորմալ է, կթողես շարունակեմ։ Լավ գիշերը անին շատ խնդրեց, գիշերը որոշել է եւ նման բան արել։ Մարդիկ բոլորը ունենում են խնդիրներ, ստեղծում են խնդիրներ եւ սխալներ են անում։ 1, 2, 3, 4, 5 եւ այդ սխալները անձնական սխալների մասին չի խոսքը կամ անձի վերաբերյալ չի, համակարգի, արդարադատության, այն իրավիճակի, որի մասին նաեւ մեր ընդդիմադիր գործընկերներն են բարձրաձայնում, հաճախ նաեւ ճիշտ բարձրաձայնումներ են արել եւ կարամ վերջացնեմ։ Եվ այլը, եւ այդ գիշերվա մասին ենք հիմա խոսում անի։ Եվ այդ արձանագրումներից հետո երկրի ղեկավարը պարտավոր է հետևություններ անել, որովհետեւ իր վրա է ամբողջ պատասխանատվությունը վաղը, ոչ, մենք գիշերում չհասկացել։ Այսինքն եթե ժամը 1-ին լներ, այդ րոպեին ենք հասկացել, դուք նոր հասկացաք, որ ինձ պետք է հարց տաք։ Դուք նոր հասկացաք, անարդարություն խոսում էր, բայց մի րոպե, նախ եկեք չֆիքսենք, որ դա անարդարություն եւ լսեք, չէ։ Խոսքը գնում է նրա մասին, այնջան հեսա կվերադառնամ։ Խոսքը գնում է նրա մասին, որ կային խնդիրներ եւ տարբեր խնդիրներ էր դրվում համապատասխան գերատեսչությունների առաջ եւ այդ խնդիրները չէր լուծվում եւ դրա մասին վարչապետը իր խոսքում ասեց նաեւ կառավարության նիստի ժամանակ եւ կարծում եմ ավել մեկնաբանություն անելը ուղղակի կսկսի կողքից ինչ որ ցնդաբաց